Հայաստանում կրկին կբարձրացվի ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ Խորհրդարանը քննարկում է պետական տուրքի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Ներկայումս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի ունենում ներմուծվող ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ եւ ստեղծվել է ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի եւ ներմուծվողի միջեւ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը զեկուցում է, Հայաստան ներմուծվող ցեմենտի տուրքը 2000-ից կդառնա 8000 դրամ։ Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ տարեկան արտադրությունը կազմում է 75-ից 85 միլիոն տոննա, իսկ արտահանումը 13-ից 15 միլիոն տոննա։ Ըստ վիճակագրական ծառայության տվյալների 23 թվականին Հայաստանը ներմուծվել 260,000 տոննա ցեմենտ, աճը 22 թվականի նկատմամբ 3,5 անգամ, ինչը կազմում է նույն թվականին Հայաստանում արտադրված ցեմենտի 22,4%-ը, իսկ 24 թվականին նույնպես աճել է ցեմենտի ներմուծումը շուրջ 65%-ով։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն այս որոշման նախագիծը հակասական է համարում։ Ասում եք, ցեմենտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, դրա համար պետք է պաշտպանենք։ Շատ լավ։ Հետո ասում եք, մրցակցային դաշտը բացեցինք, որովհետև ներքին շուկայում խնդիրներ են առաջացել։ Եթե ներքին շուկայում խնդիրներ են առաջացել, այլ մարմին կա, որը դա պետքա վերահսկեր։ Դրա համար ասում եք, դրսի ընկերությունները ներս մտան։ Հիմա փորձենք հասկանանք, որն է ավելի կարևոր։ Այդ կարևորությունը, առաջնահերթությունը ինքը 6 ամիսը մեկ չի կարող փոխվի։ Ինքը տնտեսական քաղաքականության երկարատև ուղղությունն է, ինքը տնտեսական քաղաքականության ողնաշարն է։ Ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցը ցեմենտին չի վերաբերում։ Եվս մեկ անգամ ստիպված եմ խնդիրը բարձրացնել, հարցը հետևյալն է, Վրաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է, մոտ ամիս ու կես է, կոնյակ արտադրող մեր գործարարների բեռները ապօրինաբար խոչընդոտվում է իրենց տարանցիկ գնալը դեպի Բալթյան երկրներ եւ ԵԱՏՄ տարածք, ինչ պատասխան եք դուք տալիս։ Հիմա խնդրում եմ նաեւ ձեր եզրափակիչ ելույթին ասեք ինչ եք արձանագրել կոնկրետ հստակ, որ մեր արտադրողները իմանան միջև երբ է շարունակվելու այս վիճակը։ Դանիելյանի հարցն անպատասխան մնաց, որոշվեց նախարարությունը գրավոր պատասխան կփոխանցի։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարել 1200-ից ավելի անձի նկատմամբ։ Զեկուցում է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Ձեր քննարկմանը ներկայացում 2024 թվականի Մոսկվայում ստորագրված անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների անձանց միջպետական հետախուզման մասին 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման վերաբերյալ օրենքի նախագիծը։ Ըստ էության արձանագրության վավերացումը ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցության բարելավմանը, մասնավորապես հետախուզման հետ կապված փաստաթղթերի էլեկտրոնային ճանապարհով փոխանցման հնարավորություններին, ինչը ներկայիս կարգավորումներով առկա չէ։ Ելույթի համար հերթագրվում է Արթուր Հովհաննիսյանը։ Բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, նախկին պաշտոնյաներ, որոնք փախած են, ուրեմն փողեր են գողացել, կերել են փողեր, կոռուպցիայով են զբաղվել, գույքեր են սեփականաշնորհել եւ հիմա փախած են Հայաստանից եւ նրանց փախնելու հիմնական տեղը հենց ԱՊՀ երկրների, ուրեմն ցանկում գտնվող երկրներից մեկն է, օրինակ Ռուսաստանում մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունում, այսպես ասած, ապաստան են գտել մի շարք կոռուպցիոներներ, նախկին պաշտոնյաներ եւ հիմա հարցս նախ վերաբերում է հետեւյալին, մենք հիմա այս փոփոխությունը, որ անում ենք, ինչով է սա մեզ օգնելու։ Փոխնախարար Արմեն Ղազարյանը հարցին վիճակագրական տվյալներ ներկայացնելով է պատասխանում։ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզումների արդյունավետությունը պատկերացնելու համար թերևս պետք է անդրադարձ կատարենք վիճակագրությանը
2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ առնվազն ձեռքի տակ եղած տվյալներով ԱՊՀ հետախուզում ընդհանուր առմամբ հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160,000-ից ավել անձի նկատմամբ 2024 թվականի ընթացքում միջպետական հետախուզում է հայտարարվել ուրեմն մեր կողմից ներքին գործերի նախարարության կողմից 1200-ից ավելի անձի նկատմամբ համապատասխան տվյալները 2023 թվականին 867, 2022 թվականին 1400-ից ավելի։ Այժմ քննարկում է զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժների խստացման հարցը։ Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը պարզաբանում է, օրինագծի մշակումը պայմանավորված է զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի թվի նկատելի աճով։ Նախագծով առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում առաջին մասում պատիժը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Իսկ 462-րդ հոդվածում վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկում է սանկցիան, տուգանք սանկցիան, ուրեմն առավելագույնը 20 պատիկի չափով փոխարինել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Ըստ պատասխանատու մարմինների, օրենքի կիրառումը կարող է նպաստել զինվորական ծառայության զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։